Տեղի է ունեցել Մայր Հայաստան կուսակցության համաժողովը, որի ընթացքում կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը խոսել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նշանակության մասին, ընդգծելով, որ Հայաստանը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևորագույն նշանակություն են ունենալու։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Ապահովելու ենք իրական ու երաշխավորված խաղաղություն։ Դա հնարավոր է տնտեսության զարգացմամբ, մեր բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, հանդարտության մեջ արհեստականորեն ներմուծված ատելության մթնոլորտի վերացմամբ։ Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ Մայր Հայաստան կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի, սակայն իրենց նպատակն այլ է։ Խորհրդարանական ընտրություններում անցողիկության խնդիր չունենք, սակայն մեր նպատակը ոչ թե ֆրակցիոն մանդատներ ստանալն է, այլ իշխանափոխության հասնելը եւ պարտությունների էջը փակելը։ Խորհրդարանական ընտրություններին առավելագույն համախմբումն ապահովելն Անդրանիկ Թևանյանը կարևոր է համարում։ Ինչ վերաբերում է Մայր Հայաստան կուսակցության մասնակցության ձևաչափին, Թևանյանը հայտնեց, որ բազմաթիվ քննարկումների արդյունքում դրական է գնահատվել Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի նախագիծը։ Մայր Հայաստանը քննարկումների եւ երկխոսության արդյունքում դրական գնահատելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած եւ արդեն իսկ հանրության տարբեր շերտերի կողմից հավանության արժանացած առաջարկ Հայաստանին ծրագիրը խորհրդարանական ընտրությունների մասնակցելու է հենց այդ ծրագրով Բարգավաճ Հայաստանի հետ միասնաբար։ Առաջարկ Հայաստանին ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե կաբինետներում, այլ դրան մասնակցում են հանրության տարբեր հատվածներ, երիտասարդներն ու բիզնեսի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու բժիշկներ, քաղաքաբնակներ ու գյուղաբնակներ։ Ծրագիրը այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կամ խնդիրների մասին են բարձրաձայնում, կամ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, եւ նրանց ձայնը լսելի է դառնում։ Եթե սրան ավելացնում ենք նաև մասնագիտական շրջանակների ներգրավվածությունը, ապա առաջարկ Հայաստանին ծրագիրը դառնում է իշխանությունների առաջարկածի թիվ 1 այլընտրանքը։ Մայր Հայաստանն իր գաղափարներով ու լուծումներով հարստացնելու է առաջարկ Հայաստանին ծրագիրը, դառնալով համահեղինակ։ Համագումարի ավարտին Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ կարևորել է միասնականությունը, մեկ միասնական կոնսոլիդացիա ապահովելը համարում է կարևորագույն անելիքներից մեկը։ Իդեալական տարբերակը կլիներ այն, որ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով, ամբողջական ճակատով հանդես գալ, բայց ոչ մեր մեղքով դա տեղի չունեցավ, բայց ամեն դեպքում մենք այն մեկնակետից ենք ելնում, որ ձգտելու ենք առավելագույն համախմբում իրականացնել, Բարգավաճ Հայաստանի հետ միասին մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին ու հայտարարում ենք, որ մեր դռները բաց են, մենք չենք գտնում, որ պետք է փակ համակարգերով մասնակցել, այլ պետք է մաքսիմալ լայն կոնսոլիդացիա ապահովել, որպեսզի կարողանանք իշխանափոխություն իրականացնել եւ հանրությանը նոր որակի կառավարություն ապահովել։ Առաջիկա ծրագրերի, մոտեցումների ու անելիքների մասին Մայր Հայաստան կուսակցությունը մանրամասն կհայտնի, իսկ մինչ այդ Անդրանիկ Թևանյանը հակիրճ տեղեկացնում է, որ իրենց ծրագրերը վերաբերում են երկրի համար կարևորագույն ոլորտներին։ Մենք եւ արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ մեր մոտեցումներ ունենք, մենք անվտանգային առումով լրջագույն խնդիրներ տեսնում ենք եւ ունենք փոփոխություններ իրականացնելու ծրագրեր։ Տնտեսության առումով բնականաբար եւ փոքր եւ միջին եւ խոշոր բիզնեսի համար ունենք մեր առաջարկները եւ մենք գտնում ենք, որ այն զարգացումը, այսպես ասած, վիճակագրական, որ կա, չի բավարարում մեր պահանջներին։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։